Սասնա ծռեր, Գ հատոր, Ժ բ պատում, Սասնա ծռեր, պատմեց նոր բայազետցի Թորգոմ Սարգսյանը, Մասիս վերին Նեջերլու գյուղ, գրառված է 1972 թվականին։ Սանասար և Բաղդասար։ Առաջուց Սանասար Բաղդասար դեռ չի եղած, եղել է նրանց մայրը, շատ գեղեցիկ։ Մայրը եղել է մի թուրքի փաշայի հպատակության տակ։ Մայրը չուզե ապրեղ հետը, ենի թուրք է եղե, նա հայ է եղե, չուզե դրա հետ ապրել։ Վերջապես, մի կերպ համոզելով, զորով մոտեցե, ջուղթ տղայա բերե։ Մեկի անուն տրե Սանասար, մեկին Բաղդասար։ Բաղդասարը մեկիչ գիժ է եղե, Սանասարը շատ ուժեղ է եղե։ Մեծացել են, եղել են 10-12 տարեկան։ Փաշան ասե, ես երեխաները կուրքին չեն սիրում, չէ որ կրքերի դեմը կրակներ են, վարում չէ, ինչու ասում քու երեխաները կրքի չսիրեն, ինչու չխունարվեն, ինչու չթանաղոտ կանեն։ Դե ասում է երեխա են, այ մարդ ասում, կմեծանան, նրանք էլ կխունարվեն։ Մենք չենք խունարվում, մենք էլ ենք խունարվում, նրանք էլ կխունարվեն։ Ոչ ասում է, երկասին էլ պտի զուհեմ ես, իմ կրքերին մատաղ շինեմ։ Ասում է, այդպես բան կարելի է, ասում է, երկու տղային էլ մատղել կրքերի համար, ասում է, որ չեն խունարվում, պտի դրանց մատղեմ։ Ապրում են մինչև 14 տարեկան են դառնում, 14 տարուց որոշում է, պտի բերեք անպայման իմ կուրքերին մատղեմ, երբ որ բերում են տղերքին մատղեն, մերն ասում է, գիշեր կարակ փախնեք, Սանասարն ասում է, այո փախնենք, Բաղդասար ասում է, փախնենք, որտեղ եթանք, անոթի պտի մնանք մենք, ոչինչ ասում, կճարենք, կապրենք, բամնանք ստեղ ասում, մեզի սպանեն թուրքերը, կուրքերը, կփախնենք, կեթանք ասում, մեկ քիչ էլ կմեծանանք ու կանք մեր մորը կազատենք, կտանենք։ Այդպես էլ որոշում են, գիշեր փախնում են։ Մինչև փաշան խաբար ալնում, քաշում է 3 օր։ Մարդիկ են ընկնում միտևներ, ման են կալում, չեն կարում գտնել։ Փախնում են, էթում են այդ մարդիկ։ Գալիս են, շատ են գալում, թե քիչ, գալիս են իջնում են, մի հատ աղբուր, շատ սիրուն ջուր ալնում, շատ համեղ։ Աղբեր ասում, աստուց լավ տեղ չկա, արի, աստեղ մեզի մեկ քոլիկ շինենք, մեկ տուն շինենք ապրենք։ Այ մարդ ասում է, աստեղ ոնց կարանք ապրենք, ասում, մենք կշինենք, որսորդություն կանենք, կապրենք, կմեծանանք, եթանք մեր մերն էլ կբերենք, ես յանից մարդիկ կկան, կլնենք գյուղ էլի։ Ասում, բա ոնց ճարենք, այ մարդ ասում, ես լեր քարերն ամբողջ բերենք շինենք էլի։ Ելնում են երկու աղբրով, շատ ուժեղ են ելնում։ Կապնում են այդ քարեր, ջոգում են, բերում են, սկսում են շինել, շինում են մի մեծ բերդ, նստում մտածում են երկու աղբրով, անունն ասում, ինչ տնենք, ասում կեթանք, մի մարդ կգտնենք, մի մեծ մարդ, կբերենք թող անուն տնա, եթում են, պտտվում են, մի հատ մեծ պիձայի գտնում են, բերում են, պիձա ջան ասում, աստու անուն ինչ տնենք, մանակալում պիձեն ես կողմ են կողմ, ման գալուց հետո ասում, աստված աստու անուն տրեր, Սանասար ջան, ասում, ինչ է տրե անուն, ասում է սրա անուն տրերա Սասուն, անսուն։ Հայրիկ ասում, իսկապես լավ անուն տրիր սրան, այդպես էլ մնում է Սասուն։ Դրանք տեղ ապրում են, գալիս են մարդիկ, մոտենում են նրանց, այդ մարդիկը մեծանում են ու մտածում են իրանց մոր բերելու խմար։ Երկու եղբայրով էլ շատ ուժեղ ցի են ունենում, խեցնում են ցյանք ու դիմում են այնտեղ, որտեղ պախում էր փաշեն իրանց մորը։ Սա փակի տակ է պախում մորը,
Գալիս են, գիշեր հարձակում են կատարում Փաշայի քաղաքի վրա, իրանց մորը նազատում են, վերցնում են, բերում են։ Երբ որ մորը բերում են, մերն էսխետ թելադրում է դրանց ամբողջ գործը։ Այդպես այդ մարդիկն ապրում են իրար հետ միառժամանակ։ Հայտարարում են միտեղ էլի թուրքերի հետ կռիվ։ Երբ որ կռիվ ալնում, երկու եղբայրով շատ կոտորում են տալում։ Այդեղ մի գեղեցիկ աղջիկ ալնում, թե թագավորը ալնում, թե շահը ալնում, Սանասարը վերցնում, բերում իրան համար։ Երբ որ բերում մերն ասում է, լավ, քեզ համար որ բերեցիր, բա Բաղդասարիս համար։ Ասում է, չէ որ աղբերա, ոչինչ ասում է, մի օր էլ կերթանք Բաղդասարի համար կբերենք կին։ Բաղդասարն ասում է, մայրիկ ասում, ես կնիկ չեմ ուզում։ Չորսը բոլոր լսում են Սասունի անուն, լցվում են հայ մարդիկ, զորեղանում են տղաներ, պսակում են Բաղդասարին, Բաղդասարն էլ է պսակվում, աճում են այդ մարդիկ, այդ վեգոն ծենովոհանը դուրս են գալիս Բաղդասարից։ Սանասարի ժամանակ Մսրատ Հակուհին ասում է, ես պտի բերեմ Սանասարին ինձ հետ ասում է, թող ես տղայիս պախի։ Սանասարը գալում ատեղ, իր աղբերը Բաղդասարը հոժար չի ելնում, ասում է, ինչու ես եթում թուրքի երգիր, թուրքի կնիկ, մայրն էլ հոժար չի ելնում, ասում, ինչ գործ ունես թուրքերի մեջ մտնելու, չէ ասում, չէ որ ես նրա հորխետ լավ եմ եղե, օգնություն շատ է հասցրե ընձի, գեթամ ասում է, մեզ ժամանակ կապրեմ էլի։ Այդտեղ գնգահետ երթում անում, 7 տարի ասում չեմ գա, երթվում եմ ասում, որ քո դոշագը էլ չմտնեմ, 7 տարուց հետո ասում նոր ես կուքամ իմ գահի վրա, ու այդպես թողում եթում էդ մարդ, եթում դրա հետ ապրում է էդ մարդ, դե մարդ է էլի, կինը նրան շատ սիրով ընդունում է, Սանասարը մի օր տեսնում, որ Մսրա Մելիքը իրիգու նախիրը կալու ժամանակ եթում նախրի դեմ, Նախրի դեմից տեսնում, որ երկու հատ ձակ, գոմշի ձակ, մեկը զանել է գոլթուղ, մեկը զանել են գոլթուղ գալում։ Իշկում ասում, ես Սասուն քանդեցի, Մսրը շինեցի։ Ես ինչ արեցի ասում, ես քան ուժեղ տղին ծնող, ես երեխա չունեմ ասում, եսի որ լավ ընձիել բդի ասպանա, իմ ազգն էլ կմնա, ինք կդառնա ամբողջ հայության թագավոր։ Ոնց անեմ ասում, պտի եթամ ես, բայց տարիքները չի լրացել, չի այդ մարդուն, ասում է եթամ կնոջս խնդրեմ, իրիկուն կալում տխուր տրտում նստում, հա ասում Սանասար ջան, ինչու ես տխուր, էդ կինն է ասում Մելիքի մերը, ասում հեչ տխուր չեմ ասում, բայց ասում երկիրն ընկե մտես, ուզում եմ գնամ, ասում ինչու ինչա պատայե քեզ, վատ ես ապրում, ժողովուրդ քեզ չի ենթարկվում, չէ ասում, բոլորն էլ ենթարկվում են, բայց ես ուզում եմ եթամ իմ երկիր, եթամ տեսնեմ իմ երկիրն ինչ դրության է, լավ ասում, կարելի է, բայց տենում, չափազանց հասունացել է տղեն, ինքն էլ է տենում, որ իր տղեն արդեն կարող է կառավարա իր օգնությամբ։ Սանասարը թողում գալի կնիկն ասում է, գիտես, որ ասում է, մենք երթում ենք արե, որ մարդ ու կնիկ չլնենք 7 տարի։ Կնիկ ասում, գիտես ինչ կա, բեր օրն անենք շաբաթ, շաբաթն անենք ամիս, ամիս անենք տարի, բերենք 7 տարին լրացնենք էլի, ասու թեմել խնդրենք Աստված մեր աղաչանքը կլսա եւ մենք կդառնանք էլի մարդ ու կին։ Գնում են, այդպես էլ կատարում են։ Ծնվում է տղեն, անունը դնում են Դավիթ։ Դավիթը որ ծնվում է, այդ մարդը մահանում է, թե սպանում են, այդ չեմ կարող ասեմ։